Հերթական ծառատունկը իրականացում ենք Ֆիզգարադոկում 1.3 հեկտար տարածքի վրա, որտեղ տնկում ենք 220 հասուն ծառեր եւ մոտավորապես 1500 թուփ։ Բնակիչները նույնպես միացել են ծառատունկին, միացել են ֆիզիկապես, միացել են նաեւ նրանով, որ իրենք էլ ծառեր են բերել տնկելու համար եւ բավականին լավ ծառեր են առաջարկում բնակիչները եւ կարծում եմ, որ այս process-ները իրենք վարակիչ են եւ հուսով եմ այս կտարածվի նաեւ քաղաքի ամբողջ ծավալով, ամբողջ տարածքով։ Արդեն տունը կառուցել ենք, հիմա էլ ծառ ենք տնկում եւ նշում եմ, որ այսինչ ամսաթվին մենք արդեն ստեղ ունենք մեր ծառերը։ Այսօրքեն մեր կողմից վերել ենք, որ մեր երկիրը կանաչ լինի։ Ուրախ ենք, որ կազմակերպվել է, կանաչապատում է տեղի ունենում, որտեղ մենք շուտով հնարավորություն կունենանք ապրելու։ Եկել ենք, որ ծառատունկին մասնակցենք, ինքը իր ծառը տնկի, առաջի ծառը իր կյանքի։ Ես կուզենայի, որ ամեն մեկը գոնե մի հատ իր կյանքում մի հատ ծառ տնկի։ 81 տարեկան եմ արդեն, բայց մի ծառը կյանք է դնելու մարդուն, հետևաբար այսքան ծառերը բոլորիս համար է երջանկություն։ Հիացած եմ, երբ կուզենամ մեր ամբողջ քաղաքում նման այգիները շատանան։ Եկել եմ, որպեսզի մեր հայրենիքի համար ավելի շատ ծառեր տնկեմ։ Բնության հետ պիտի շատ հոգատար վարվել, պիտի բնությունը չախտոտենք։ Քաղաքի կանաչ զանգվածի տեսանկյունից վերջին տարիներին աննախադեպ ծավալի ծառատունկ է իրականացվել, նոր կանաչ տարածքներ են տնկվել քաղաքում եւ ամենակարևորը իրենց ոռոգման համակարգերով բոլորը։ Կամաց վերածնվում է ամեն ինչ։ Շատ ուրախ եմ, որ մենք այդ այսպես ասած Ֆիզգարադոկի կանաչ ավանդույթը այսօր շարունակում ենք։ Հեղափոխական թիմը այդպես էլ պետք է շարունակի։ Այս կադրերը, որոնք ձեր էկրաններին են, ամենևին էլ դետեկտիվ ֆիլմից հատվածներ չեն։ Սրանք խորհրդային ժամանակաշրջանից մնացած այն խարխուլ վերելակներն էին, որոնք շարունակում էին վտանգել Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքը։ Տարիներ շարունակ մարդիկ օգտվում էին հենց այս անորոշ ճակատագիր կանխագուշակող փայտե ու հնամաշ երկփեղկանի վերելակներից, սակայն պատկերն էականորեն փոխվեց, երբ Երևանի քաղաքապետարանի կողմից նոր թափով մեկնարկեց դրանց փոխարինումը ավելի նոր, հարմարավետ ու անվտանգ վերելակներով։ Գործընթացը շարունակվում է նաև 2026 թվականին։ 2019 թվականից մինչև 2025 թվականը փոխարինվել է 2560 վերելակ, ներկայումս 26 թվականի դրությամբ դեռևս փոխարինման ենթակա կա 1822-ը, որից 500-ը նախատեսվում է փոխարինել այս տարի, մրցույթները կայացել են, առաջիկա ամիսներին կմեկնարկի նաև փոխարինման աշխատանքները։ Չնայած այն հանգամանքին, որ վերելակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն եւ դրանց շահագործումը, փոխարինումը, պահպանումը պետք է իրականացվի բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջոցների հաշվին, հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը, այն հանգամանքը, որ դա իրանից ենթադրում էր մեծ ծախս, Երևանի քաղաքապետարանը իր վրա վերցրեց այդ բեռը, ապահովելու համար բնակիչների անվտանգությունը եւ հարմարավետությունը։ Նոր վերելակները ոչ միայն համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին, այլև գոհացնում են բնակիչներին, ովքեր օրը մի քանի անգամ վեր ու վար են անում, բայց արդեն հուսալի եւ ապահով։ Վերելակները հնամաշ է եղել, արդեն ստացվում է, որ վտանգավոր է, դրանով երկար չեն կարա օգտագործենք, դա նորմալ վերելակ է, գեղեցիկ, տարբերությունը մեծ է, չեն կարա համատենք։ Վերելակները շատ լավ է, նորմալ աշխատում է, շատ գոհ եմ։ Ավելի հարմար է, ավելի լավ է, անաղմում, առանց վթարների աշխատում է։ 7-րդ հարկում եմ ապրում, միշտ աշխատում է լիֆտը,
Որպեսզի փոխարինված նոր վերելակները շարունակեն աշխատել այսպես անխափան եւ ծառայեն երկար, այս գործում կարևոր է նաեւ հենց բնակիչների դերը։ Կոչ կանեի մեր քաղաքացիներին խնամքով վերաբերվեն վերելակներին, որովհետեւ դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը նրան ավելի երկար ծառայելու հնարավորություն կտան, դա իրենց սեփականությունն է, իրենց գույքն է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կրթական հաստատությունների կարիքները բացահայտելու եւ դրանց զարգացման ռազմավարությունը մշակելու նպատակով Երևանի համայնքապատկան դպրոցները մշտադիտարկվում են։ Մինչև ուսումնական ընթացիկ տարվա ավարտը նախատեսված 50 կրթօջախներից 28-ում գործընթացն արդեն իսկ ավարտվել է։ Մշտադիտարկումների ընթացքում հավաքված տվյալները գնահատվում են մի քանի չափորոշիչներով։ Դպրոցների գործունեության մշտադիտարկման գործիքը մշակված է ուսումնասիրելու դպրոցի բազմազան գործունեության հիմնական 6 ուղղությունները։ Դպրոցների իհարկե մեր ընթացիկ վերահսկողական գործառույթների շրջանակում բոլոր դպրոցներում են կիրառելի գործիքը, բայց արդյունքների վերհանման եւ դրանք ամփոփ ներկայացման համար օգտագործում ենք միայն կառավարման նոր համակարգի անցած դպրոցներից ստացված տվյալները։ Ընդ որում այն դպրոցների, որտեղ ունենք արդեն նշանակված տնօրեն եւ նշանակված վարչատնտեսական համակարգող։ Կրթական պատշաճ միջավայր ձևավորելու մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար ներդրվել է 2 գործիքակազմ, որտեղ կարևորվում է նաեւ աշակերտների ներգրավվածությունը։ 2 փուլով է կատարվում փաստաթղթային տնտեսության ուսումնասիրությունը դպրոցի, ինչպես նաև այցեր դպրոցներ։ Հարցաշարերը անանուն են, որպեսզի հնարավորինս անկեղծ լինեն պատասխաններից, չկաշկանդվեն եւ հավատացում եմ, որ յուրաքանչյուր գրված յուրաքանչյուր բառը անպայման քննարկվում է եւ անպայման եթե անհրաժեշտություն է լինում, ընթացք է տրվում։ Մշտադիտարկման ընթացքում նախատեսված են նաև դասալսումներ, որի նպատակն է ուսումնասիրել նոր չափորոշիչների ներդրումը, ուսումնառության որակի ապահովումը եւ նոր մեթոդների կիրառումը դասապրոցեսի ընթացքում։ Միջոցառման շնորհիվ կրթության որակից բացի վերահսկվում են նաև կրթական հաստատությունների վարչատնտեսական գործունեությունը, որը դպրոցներում ապահովում է ուսումնական ընթացքի բնականon եւ անվտանգ կազմակերպումը։ Շատ ավելի ցանկալի է, որ գալիս են տեղում, տեսնում են բոլոր խնդիրները եւ լիարժեք պատկերացում են կազմում մեր բարձրացրած հարցերի մասին։ Երևանի քաղաքապետարանի կողմից կրթական վերահսկողությունը իր ենթակայությամբ գործող դպրոցներում նպաստում է հետադարձ կապի ամրապնդմանը, առկա խնդիրները լուծելուն, ինչպես նաև համակարգի արդյունավետ կառավարմանը։ Ուսումնասիրություններն իրականացվել է շատ հանգիստ մթնոլորտում, բարեկամաբար օգնելու, աջակցելու նպատակով, ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական լինեն։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամենացածր մակարդակի արդյունք դեռ չենք ունեցել ուսումնասիրած 28 դպրոցներից եւ որևէ մեկում։ Իհարկե չենք ունեցել առ այս պահը նաեւ ամենաբարձր մակարդակում գտնվող դպրոցներ։ Իհարկե այն ակնկալիքով ենք շարունակելու ուսումնասիրությունները, որ այնուամենայնիվ կարձանագրենք նման արդյունք։ Նախատեսված դպրոցներում արդյունքները կամփոփվեն 2025-2026 թվականների ուսումնական տարվա վերջում։ Միշա, սա չէ ձերքինդ։ Ինչա, հունիսի 1-ն է։ Այո, շտով հունիսի 1-ն է։ Եվ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած Երևանի քաղաքապետարանը երեխաների համար խորագրով ավականու նիստը։
որը նախատեսված է Երևանի համայնքային դպրոցների 9-րդ դասարանցիների համար։ Նիստի շրջանակում դուք ունեք հնարավորություն ներկայացնելու ձեր կողմից արձանագրված քաղաքային մարտահրավերները եւ դրանց լուծման տեսլականը։ Քանի որ նիստին մասնակցելու հնարավորություն ունեն 64 աշակերտ, իսկ հանդես կարող են գալ զեկույցով մինչև 7-ը, ուստի շտապի ներկայացնել քո աշխատանքը եւ միգուցե քո զեկույցն է հավաքում առավելագույն միավորները եւ դու ես ներկայացնում քեզ ուզող խնդիրը եւ դրանց լուծումը։ Այսպիսով, զեկույցների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 15-ն է։ Մի վարանիր եւ կիսվիր քո կարծիքով մեզ հետ, իսկ մեր թիմը սիրով կսպասի քեզ այստեղ։ Ներկայումս գտնվում ենք Սարյան փողոցի սկզբնամասում, սկսել ենք միջին նորոգման աշխատանքները։ Սարյան փողոցի վրա պլանավորում ենք կատարել մոտ 17,000 քառակուսի մետր միջին նորոգման աշխատանքներ։ Աշխատանքների բարդ մասը արդեն իսկ մեծամասնությամբ ավարտել ենք, որը իրանից ներառում է դիտահորերի հիմքերի փոխարինման աշխատանքները։ Ամբողջությամբ, եթե նկատում եք անձրևատար համակարգը փակված է մինչև աշխատանքների սկսելը, կատարում է դիտահորերի նիշերի բարձրացում, որը իրենից ենթադրվում է նաև այս նոր տեսակի լողացող դիտահորերի տեղադրումը, որը ամբողջությամբ ասֆալտբետոնյա ծածկի հետ հավասար է լինելու։ Աշխատանքները հիմնականում սկսում ենք երեկոյան ժամերին, աշխատում ենք ավարտել մինչև առավոտյան 7-ը, որպեսզի չխանգարենք մեր համակարգացիներին։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից բախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։